Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Որևէ ոլորտ կամ որևէ բան կա, որ ձեզ մտահոգում է, պարոն Կուտակյան, որտեղ տպավորությունն է, որ մեր երկրում ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է, բոլորը երբ Մենք էլ երջանիկ ենք։ Իմ համակարգման, ես ասեմ իմ համակարգման ոլորտներին առնչվող, այո, բազմաթիվ տեղեր կան, ուրեմն մեծ ոլորտներ են, որտեղ մտահոգվելու առիթներ կան, մենք փորձում ենք լուծել այդ մտահոգվելու առիթները, վերացնել դրանք, բայց աշխատանքային process է եւ հասկանալի է, որ ամեն ինչ հարց չի։ Ծրագրերը ինչու չեք հաստատում, ասում են, որ ձգձգում եք։ Երկու միջգերատեսչական նիստ է տեղի ունեցել այս տարվա ընթացքում, որի արդյունքում հաստատված բազմաթիվ ծրագրեր կան։ Ավելին ասեմ, այն բոլոր ծրագրերը, որոնք պատրաստ են եղել այդ պահին եւ փաթեթները ամբողջական են եղել, իրենք հաստատվել են, հաստատված ոչ մի ծրագրի մասով բյուջեի խնդիր չունենք եւ առհասարակ այս պահին բյուջեի խնդրով պայմանավորված ծրագրի սահմանապատկերներ չկան։ Համայնքներ կան, որտեղ մեծ օրինակ կապիտալ շինարարություն պետք է սուբվենցիոն ծրագրով եւ եթե դուք կառավարությունը ուշ հաստատի օրինակ օգոստոսի կողմերը հաստատի, կմնա մյուս տարի։ Տեսեք, ձեր ասած ինֆորմացիան չէ ճշտված է, դուք ասում եք չեք հաստատել, մենք հաստատել ենք երկու միջգերատեսչական ուրեմն հանձնաժողովների նիստերում եւ վերջինը հաստատել ենք ավելի քան 1 ամիս առաջ, դրանից առաջ դրա նախորդը հաստատել ենք ավելի քան 2-3 ամիս առաջ, իհարկե կան ոչ ամբողջական փաթեթներ, կան ոչ ամբողջական փաթեթներ, կան աշխատանքներ, որոնք կառավարության համար առաջնահերթություն չեն, մենք առաջնահերթությունները խմբավորել ենք, համայնքները տեղյակ են այդ առաջնահերթությունների մասին, ավելին ասեմ, որ ուրեմն արդեն կան բազմաթիվ կայացած շինարարական մրցույթներ եւ ես չեմ բացառում, որ այս օրերին էլ 2025 թվականին հաստատված սուբվենցիոն աշխատանքների մասով շատ համայնքներում աշխատանքներ են իրականացվում։ Պարոն Խուդատյան, Տավուշի մարզում տեսել եք ասֆալտապատված այդ ճանապարհը փլուզվել է, դա ինչի հետևանքով է այդպես եղել։ Դե ասեք, որ ճանապարհի մասն է խոսքը։ Գյուղերից մեկի ճանապարհը, հմեկը նույնիսկ այդ մասին ռեպորտաժ էր պատրաստել, այսինքն լավ չեն կարողանում կառուցել կամ հաշվի առնել նախապես, որ այնտեղ սողանկային ինչ-որ գոտի է համապատասխան աշխատանքներ անեն։ Չիմացա, որ ճանապարհի մասն է խոսքը, բայց չեմ բացառում, որ եթե յուրաքանչյուր տարի կառավարությունը 700 կիլոմետր ճանապարհ է կառուցում, որից 500-ը կառուցում է հիմնականում ճանապարհային դեպարտամենտի պատվերով եւ եւս 200-ը կառուցում է համայնքներում, որտեղ կառավարությունը ունի համաֆինանսավորման մասնակցություն, յուրաքանչյուր տարի 700 կիլոմետր կառուցելով ես չեմ բացառում, որ 2-3 հատվածում էլ հնարավոր է որոշակի խնդիրներ, ասեմ, որ այդ ճանապարհները, եթե կառուցված են 3 տարվանից ոչ ուշ իրեն գերաշխիքային ժամկետում են եւ այդ ճանապարհները ենթակա են վերականգնման առանց պետական բյուջեին ուրեմն վնասելու։ Մեկ հարց էլ տամ գնա։ Երջանիկ չէ դեռ։ Դերը ասում են տեղյակ չենք, վարչապետը վիդեո հրապարակեց, եկավ գնաց նոր իմացանք, որ հարգելի գործընկերներ, հասցեատերը ուրեմն կառավարության արարողակարգն է, ես այցերի կազմակերպման մասով արարողակարգային մասով ինֆորմացիա չեմ դրել։ Բան կա, օրինակ Դինալ Գյումրի Վարդան Ղուկասյանին ինչ ասել, բայց կան բազմաթիվ ընդդիմադիր համայնքի ղեկավարներ, որոնց համայնքներ վարչապետի այցի ժամանակ համայնքի ղեկավարները մասնակցում են, դիմավորում են հանրապետության վարչապետին, տեխնիկական կազմակերպչական հարցերով պիտի խնդրեմ հարցը ուղղել ուրեմն վարչապետի արարողը։ Իրանք էլ այդքան ընդդիմադիր չեն ներկայացուցիչ, օրինակ ինչ է կարծում, պետք է Վարդան Ղուկասյանը ներկա լինի, թե ոչ վարչապետի այցերին։ Առաջին հերթին Վարդան Ղուկասյանը պետք է ինքը մեկնաբանի, ինքը պիտի ներկա լինի վարչապետի այցերին, թե ոչ։ Մենք ասում ենք, եթե արարողակարգը պահին ինձ կանչեն, ես էլ կգնամ։ Այդ տեսեք, հետ վերադարձանք արարողակարգային հարցերին, դրա համար որպեսզի տեխնիկական հարցերում ես չիմացության պատճառով սխալ պատասխան չտամ։ Դուք քաղաքական ասեք, պետք է Վարդան Ղուկասյանը լինի, թե ոչ, որպես Ես ասում եմ առնվազն քաղաքական առումով բազմաթիվ են այնպիսի համայնքները, որտեղ ընդդիմադիր այդ հարցը ուղղեք ավելի շուտ Վարդան Ղուկասյանին։ Իսկ դուք ընդդիմադիր համայնքապետերում եք ճանաչում, ում նկատի ունեք, որ գիտեք ընդդիմադիր են։ Հետաքրքիր հարց եք տալիս, իրականում եթե անկեղծ վստահաբար այդպիսի համայնքի ղեկավարներ կան։ Ովքեր իրենք են իրենց համարում ընդդիմադիրներ, ենթադրում եմ այդ համայնքի ղեկավարներն են ընդդիմադիր։ Իրանք ասում են համայնքի մի վարքան, ասում են համայնքի ղեկավար են ընդդիմադիր չեն։ Այսինքն ոչ թե քաղաքական բան չեն, թեև չեն ներկայացնում։ Ես ողջունում եմ համայնքի ղեկավարների այդ հայտարարությունը եւ համակարծիք եմ իրենց։ Դուք ասացիք ընդդիմադիր համայնքներ, դրա համար եմ ասում, էլի։ Ընդդիմադիր համայնքի ղեկավարները ասելով նկատի ունեմ են համայնքի ղեկավարներին, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, իսկ նրանք ովքեր իրենց իշխանական են համարում կամ համարում են, որ իրենց գործը
բացառապես համենքի շահերը սպասարկելն է եւ համենքի շահերին ծառայելն է, ես ողջունում եմ մեր համենքի Ձեր մտքում մի բան կար, չէ՞, ինչ որ անուններ երևի կային, որ ասացիք ենթագիտակ։ Դուք ինձ որքան էլ համոզեք, ես անուններ չեմ։ Մի բան է ճանապարհների հետ կապված, Նարեկը ասաց տավոշ, ես էլ ձեր ուշադրությունը հրավիրեմ, երեք մենք անցանք, դուք էլ եք վստահ անցեք տեսակ ճամբարակ փլուզված հատվածը ես առանձին զրույցում որոշ բարձաբանում ինքը ասաց ինչ է եղել, բայց շատ լավ, մարզպետը վստահաբար բարձաբանումներ ներկայացրել է, ես այդ բարձաբանումներին ավելացնելու բան չունեմ, ընդհանրապես ասեմ, որ ավելի հարցի ամենահետաքրքիր մասին անդրադառնամ մրցույթային գործընթացը եւ առաջիկայում այդ հատվածը կվերականգնվի։ Ոնց հասկացանք ինչ որ դա ոչ մրցույթով, այսինքն կողքից ոնց որ հավելյալ կատարած աշխատանք եղել, բայց սողանքային նստվածքի հետ կապված աշխատանքներ են, որոնք վստահաբար կվերականգնվեն։ Սա հենց իմ ասած տրամաբանության մեջ է, որովհետև մենք նախորդ տարի օրինակ 700 կիլոմետր ճանապարհ են կառուցել, իսկ ձեր ասած փլուզված հատվածը կարծեմ 15-20 մետր եկել։ Վճարվել է դրա համար։ Ամբողջությամբ չի վճարվել այդ աշխատանքը։ Խուդատյան ներողություն Նիկոլ Փաշինյանը գնում է եկեղեցիներ, տեսնում է այնտեղ իրեր եւ ասում է ոնց որ չուլան լինի։ Հիմա խնդրում եմ նայենք կառավարության պատուհաններին, տեսեք ինչ կեղտ է։ Դուք սրան ինչ անուն օրինակ։ Ես կառավարության պատուհանների ուրեմն Ինչա խնդրում եմ իհատ նայեք, էլի փոշին ինչ հաստության։ Դե ընդհանրապես հարցը պիտի ուղեկեն հոակին, ով որ զբաղվում է կառավարության շենքի սպասարկում։ Չի հիշացնում ձեզ։ Ինչու բալու ինչ փոշի։ Դա դուք հարցրեցիք, ես ասացի ոչ։ Իսկ ինչու է։ Եթե այլ հարցեր կան, եկեղեցում դրված է իրեր դրանք չուլանի տպավորություն։ Դուք ինձ ուղիղ հարց եք տալիս, ես ձեզ ուղիղ պատասխան եմ տալիս։ Իսկ ինչպես է ստացվում, որ եկեղեցում դրված են իրեր, որոնք չուլանի տպավորություն են ստեղծում, իսկ Շարունակ անձրևային եղանակից հետո պատուհանին հայտնված փոշին, անձրևային եղանակից հետո պատուհանին, դե ես չգիտեմ, այս հոակը կամ պոակը ինչ տրամաբանության մեջ են սպասարկում եւ չի հիշացնում այս պատուհանը։ Ես կարող եք 8 անգամ նույն հարցը տալ, ես 8 անգամ հանգիստ կպատասխանեմ ոչ։ Ես մի բան ձեզ հարցնեմ էլի վաղաշաբաթի հետ կապված։ Դուք ասացիք, որ կառավարչական նաև հմտություններն է հաշվի առնվել տեխնոլոգիության հարցը որոշելիս։ Ավականու կազմում չկար արժանի տեխնոլոգիա, ինչու դուրս եկաք ցանկից եւ որոշեցիք այդ տարբերակով։ Ավականու կազմից ընտրություն անել նշանակում է ավականու կազմից ընտրել համայնքի ղեկավար ընդամենը 1 տարի ժամկետով, որովհետև հաջորդ ընտրությունները նախատեսված են 1 տարի հետո։ Մենք ավելի խորքային լուծում ենք ուզում տալ, չենք ուզում համայնքները տանել ցնցման, ուզում ենք, որ նոր ընտրված համայնքի ղեկավարը էֆեկտիվ ժամկետ ունենա իր կարողությունները ցույց տալու եւ իսկապես համայնքային կյանքում դրական փոփոխություններ բերելու, դրանով պայմանավորված 2026 թվականին նախատեսված process-ը տեղափոխվել է 2025 թվական պայմանավորված առաջին հերթին Տիկին Գասպարյանի հրաժարականով։ Այո, այո։ Գասպարյանի մասով ինչ որ կոռուպցիոն խոսակցություններ կները ամուսնու հետ կապած։ Հարցի ասիատերը ես չեմ, ես այդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետ։ Եվ մի բան էլ ռիսկային չէ արդյոք գործընկերոջս հարցին անդրադառնալով, արդյոք գնալ այդ ձեր ասած խորքային լուծման հաշվի առնելով, որ պարտադիր դուք ուզում եք ձեր տեխնատուն անպայման հաղթի։ Իսկ եթե չհաղթեց, իսկ այս դեպքում դուք երկու անգամ եք շանս ունենում ընտրություններին մեր տեխնացուն առաջիկա ընտրություններին շատ մեծ հավանականություն ունի հաղթելու եւ մենք տրամադրված ենք օգնել պարոն Մեխակյանին այդ հաղթանակը գրանցելու հարցում։